Քրիստոս հարյավ իմերելոց, օրտնյալ է հարությունը Քրիստոսի, փառք Տիրոջը։ Ժողովուրդ ջան, մի հատ խնդրանք կա, մի քիչ քիփ նստեք, այն կոմերից նստեք, թող այս մուտքի հետ ազատ մնա, որ նոր եկողները կարողանան իրանք էլ տեղավորվեն։ Թող Աստված օրհնի։ Այսօր մեծ ուրախության օր է մեզ բոլորիս համար, որովհետև մենք տոնում ենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի հարության տոնը, որովհետև մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս հարություն արել։ Եվ սա մեզ համար պիտի լինի մեծ ուրախություն եւ մեծ ցնծություն սիրելիներ։ Ես կարդում եմ Հայտնության առաջի գլուխ 17-18 համարների մեջ գրված համար կա։ Գրված է. երբ տեսա Զանիկա իր ոտքը ընկա մեռելի պես, եւ իր աջ ձեռքը ին վրա դրավ եւ ըսավ ինձի. մի վախենա, ես եմ առաջինը եւ վերջինը, ես կենդանի եմ, եւ ես նա եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ, հավիտյանս հավիտենից, ու ես ունեմ մահվան եւ դժոխքի բանալիները։ Գիտեք, երբ որ Հովհաննեսը տեսավ Տիրոջը, ընկավ մեռելի պես, բայց Տիրոջ խոսքը եղավ նրան. մի վախենա, որովհետև ես նա եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ, փառք Տիրոջը։ Այո, մենք պաշտում ենք մի Աստծու, որ ինքը հավիտյան կենդանի է։ Ինքը մեռավ մեզ համար, անարգվեց մեզ համար, դրեց իր կյանքը մեզ համար եւ մեզ արդարացրեց, եւ ինքը հայտարարեց, որ ես կենդանի եմ, մի վախենա, փառք Տիրոջը։ Եվ այսօր մենք պիտի բոլորս մասնակից լինենք սիրելիներ այդ ուրախությանը, այդ օրհնությանը։ Գիտեք, այնինչ որ դրեց Հիսուս Քրիստոս, փոխարենը մենք վերցրեցինք։ Այնինչ զոհաբերեց Հիսուս Քրիստոս, փոխարենը մենք ստացանք։ Եվ մի քանի միտք սիրելիներ պաշտամունքը սկսելուց առաջ ես ուզում եմ հիշեցնել եւ մենք սկսենք պաշտամունքը մեր հայր մեր երգով եւ աղոթքով մեր Տիրոջը երկրպագելու մեծարելու նրան։ Գիտեք, Կորինթացիս երկրորդ Կորինթացիս 8-րդ գլուխ 9-րդ համարի մեջ գրված է. ինքը թողեց երկնային փառքը թողեց, աղքատացավ մեզ համար, որպեսզի մենք հարստանանք Քրիստոսով, մենք ժառանգորդներ դառնանք Քրիստոսի համար։ Ինքը թողեց, մարդկացավ, մարդկային մարմին հագավ, որպեսզի մենք երկնքի ժառանգորդներ դառնանք, ժառանգություն ունենանք, որպեսզի մենք հարստանանք։ Եվ դրա մարդերը ասում է՝ մի վախենա, որովհետև Տերը այդ ողորմությունը, այդ օրհնությունը այսօր բերել է ինձ եւ քեզ, որպեսզի մենք մասնակիցը լինենք եւ իր անունը փառավորենք սիրելիներ։ Եվ տեսեք, երկրորդ Կորինթացիս ես ուզում եմ կարդամ այդ տեղը, ութի նում գրված է. քանզի դուք գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, թե ինքը մեզ համար աղքատ եղավ, նա որ հարուստ էր, որպեսզի դուք անոր աղքատանալովը հարստանաք։ Ինքը աղքատացավ, ինքը մարդկային մարմին հագավ, երկնային փառքը թողեց, գրված է հափշտակության բան չսեպեց Աստծուն հավասար լինելը, անձը ունայնացրեց ծառայի կերպարանք առավ, Տերը իջավ մարդացավ, որպեսզի մենք նրա միջոցով երկինք մտնենք, որպեսզի մենք նրա միջոցով երկնային թագավորության ժառանգորդներ լինենք, որպեսզի մենք նրա միջոցով հարստանանք երկնային փառք ունենալու սիրելիներ։ Եվ գրված է, նա վերցրեց մեր մեղքերը, իր վրա վերցրեց, մեր բոլոր մեղքերը, մեր բոլոր հանցանքները։ Կորինթացիս, երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 21 համարի մեջ հետևյալն է գրած. վասն Աստված Զանիկա, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղավոր սեպվեց, որպեսզի մենք նրա միջոցով Աստծո արդարները լինենք։ Ինքը մեղք չուներ, իր վրա մեղք չկար։ Գրված ասում է, հա, օդի իշխանը գալիս է, բայց ին վրա բան չի գտնում, իր վրա մեղք չկար, բայց մեղավոր սեպվեց։ Ինքը մեղավոր դարձավ, ինքը մեղքի պատիժը կրեց իր վրա, մեր մեղքը ինքը իր վրա վերցրեց։ Հովհաննես Մկրտիչն ասում է, Աստծո գառը, որ ամբողջ աշխարհի մեղքը իր վրա վերցրեց։ Տեր Հիսուսը սեպվեց, մեղավոր այդ մեղքը վերցրեց իր վրա, որպեսզի նրա միջոցով մենք արդարանանք, որպեսզի մենք մեղքից ազատագրվենք, մեղքից բժշկություն ունենանք սիրելիներ։ Եվ գրված է,
նա մահացավ, խաչի վրա մահացավ, անարգան կրեց, ծեծվեց, հալածվեց։ Հռոմեացիս 6-րդ գլուխ 9-րդ համարի մեջ խոսում է դրա շուրջ սիրելիներ, եւ գրված է հետեւյալ խոսքերը. Քանզի գիտեք, թե Քրիստոս մեռելներեն հարություն առած ըլալով նորեն չի մեռնե, այլ մահը նրա վրա իշխանություն չունի, վասնզի քանի որ մեռավ մեկ անգամ եւ որ կենթանի է, Աստծով կենթանի է։ Սիրելիներ, Քրիստոս մեռավ խաչի վրա, որպեսզի նրան ամեն հավատացողը հավիտենական կյանք ունենա։ Գիտեք, այսօր մարդը երկրի վրա ամեն ինչ անում է, որպեսզի իր կյանքը կարողանա ավելացնի, թեկուզ մի քանի օրով, մի քանի ամսով, ծախսելով միլիոններ, չգիտեմ, ամեն ինչ անում է, ամեն ինչ պատրաստ է տալու, բայց մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս ինքը մեռավ մեզ համար, իր կյանքը չսիրեց, իր կյանքը դրեց խաչի վրա, գրված է այնպես սիրեց Աստված աշխարհը, որ իր միածին որդի Հիսուս Քրիստոսին տվեց, որ ով որ հավատա նրան, նա հավիտենական կյանք ունենա։ Գիտեք, մարդը կորցրել էր իր հավիտենական այդ կյանքը Քրիստոսի հետ ապրելու, Աստծու հետ ապրելու կյանքը մեղքի պատճառով, բայց Քրիստոս ինքը մեռավ մեզ համար, որպեսզի ով որ հավատա նրան, նա կյանք ունենա, հավիտենական կյանք ունենա։ Սիրելիներ, սա բերել է Հիսուսը մեզ համար, եւ այսօր ես եւ դու պիտի մասնակիցը լինենք դրան։ Հիսուս ասավ, նա որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի, որովհետև այդ կյանքը Քրիստոս է, եւ Քրիստոս կյանքը հավիտենական է, Քրիստոս չմեռավ, չմնաց գերեզմանի մեջ, Քրիստոս հարություն առավ, երբ որ գնացին Մայրամը եւ կանայք մնացալ, գնացին գերեզմանը, տեսան գերեզմանի դուռը բացված է, այդ քարը մեկդի գլորված է, եւ Քրիստոսը հարություն առել, եւ մեծ ուրախություն եկավ, հրեշտակ ասեց այդ նույն խոսքերը մի վախենա, որովհետեւ Քրիստոս հարություն առել, Քրիստոս չի կարա մնա գերեզմանի մեջ, որովհետեւ հավիտենական կյանք է Քրիստոս, եւ այսօր այդ կյանքը Քրիստոս բերել է իմ եւ քո համար, որպեսզի մենք այդ կյանքի հետ մասնակից լինենք, որպեսզի մենք ստանանք այդ կյանքը Քրիստոսի միջոցով, հավիտենական ապրելու այդ կյանքը սիրելիներ, Քրիստոս նա կրեց դժոխքի լրումը կրեց, մերժվեց Քրիստոս, որպեսզի մենք կարողանանք մտնել երկինք սիրելիներ։ Մատթեոս 27:46-ի մեջ գրված է, երբ որ հայրը իր երեսը թեքեց, գրված է, Հիսուսը ասեց, ինչու զիս թողեցիր։ Գիտես, Հիսուսը մենակ մնաց, մերժվեց Քրիստոս, որպես այսօր ես եւ դու կարողանանք մտնել երկինք։ Գիտեք, Քրիստոսի մահից հետո, երբ որ բացվեց այդ ճանապարհը, երբ որ Ստեփանոս առաջին նահատակը պիտի մեռներ հանուն Քրիստոսի, գրված է, տեսել էր երկինքը բացված։ Հիսուսը երբ որ մեռնում էր, հայրը երեսը թեքեց, բայց Ստեփանոսը երբ որ մեռնում էր, երկինքը բացվել էր եւ տեսնում էր հորը, տեսավ Հիսուսին կանգնած հոր աջ կողմը, որովհետեւ Հիսուսը կանգնել էր, որպեսզի դիմավորեր Ստեփանոսին իր գիրկը, բացվել էր այդ ճանապարհը սելներ։ Գիտեք, Հիսուսը կրեց այդ պատիժը, կրեց Հիսուսը դժոխքի այդ վիճակը, կրեց մերժումը, բաժանությունը հորից, որպես այսօր ես եւ դու երկինք մտնելու իրավունք ունենանք, եւ դա Հիսուս Քրիստոսի միջոցով ասելիներ, իր անունը փառավորվի, եւ մենք տեսնում ենք սելներ, նա դատապարտվեց այդ մեղքի պատիժը կրեց եւ մեր փոխարեն այդ դատապարտությունը ինքը վերցրեց իր վրա, որպեսզի այսուհետև նրանք, ովքեր որ Քրիստոսին ընդունել են, նրանք որ Քրիստոսին հավատացել են, նրանք այլևս դատապարտություն չունենան։ Եվ դրա համար գրված ասելներ Հռոմեացիս 8-րդ գլուխ առաջի համարի մեջ ասում է, առ դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսով լինողներուն, որոնք մարմնավոր կերպով չեն վարվել։ Այլևս նրանց դատապարտություն չկա։ Նրանք, որ Քրիստոս ընդունել են իրենց կյանքի մեջ, նրանք, ովքեր որ ապրում են Քրիստոսի կյանքով, նրանք, ովքեր որ իրանց կյանքը մեղավոր կյանքը մերժել են եւ իրանք ընդունել են Քրիստոս կյանքը, նրանք, ովքեր որ Քրիստոսի հետ են, նրանք այլևս դատապարտություն չունեն, որովհետեւ
Հիսուս Քրիստոս կրել է այդ դատապարտությունը իմ եւ քո փոխարեն մեր մեղքերը, մեր հանցանքները իր վրա վերցրեց, որպես այսօր ես եւ դու ազատ լինենք դատապարտությունից, իր անունը փառավորվի, սա բերել է Տերը մեզ համար սելիներ եւ տեսնում ենք նա վերքեր կրեց, նա խաչի վրա անարգվեց, վիրավորվեց եւ կրեց այդ վերքերը մի բանի համար, որպես այսօր ես եւ դու բժշկություն ունենանք։ Եսայի մարգարեություն 53-րդ գլուխ 5 համարի մեջ ասում է, անիկա մեր ցավերը վերցրեց, մեր անօրությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, անոր վերքերով մենք բժշկվեցինք։ Ինքը խոցոտվեց, անարգվեց, ծեծվեց, վիրավորեցին, որպես այսօր ես եւ դու բժշկվենք։ Եվ սա բերել է Տերը այսօր մեզ համար։ Մեզ պետք է հավատքով ընդունել սերներ։ Ինքը անարգվեց, ինքը զոհ դարձավ, Աստծո զոհը դարձավ մի բանի համար, որպես այսօր ես եւ դու որդիներ դառնանք։ Սա բերել է Տերը այսօր ինձ ու քո համար, որպեսզի մենք հավատքով ընդունենք սերներ, որ այսուհետև այլևս դու օտար չես, որովհետև Քրիստոս, Աստծո որդի Հիսուս Քրիստոսը զոհվեց, որպեսզի ես եւ դու իրեն համար որդիներ դառնանք։ Եվ դրա համար, երբ որ Հիսուսը հարություն էր առել, ասեց, որ գնում եմ իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իր անունը փառավորվի, եւ դրա համար սերներ, սա մեծ ուրախություն պիտի դառնա մեզ համար, որ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի զոհի միջոցով մենք ունենք այս բաները եւ դա պիտի ընդունենք այսօր հավատքով մեր կյանքի մեջ, որպեսզի մասնակիցը լինենք այս ամենին եւ այս ուրախությանը, իր անունը փառավորվի։ Ուզում եմ, որպեսզի կանգնենք ոտքի վրա սերներ եւ մեր հայր մեր երգով բացենք մեր սրտերը այսօր անկեղծորեն Տիրոջ առաջ, որպեսզի Աստծո այցելությունը, շնորհքը եւ ողորմությունը տարածվի մեր կյանքի մեջ։